նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի Միջանցքի պատմությունը սկսեց հիմնականում այդ բլոկադան եւ այլն պայմաններում, երբ որ Ադրբեջանը ինչ էր ասում էր երկու ճանապարհների միջև զուգահեռ էր անցկացնում, ասում էր ես այս ճանապարհը ապահովում եմ, դուք էլ այն ճանապարհը ապահովեք, հակառակ դեպքում ես սա կփակեմ։ Խոսքը Լաչինի ճանապարհի մասն է։ Հայաստանի Հանրապետությունը կտրուկ ասում էր ես անխոչնդոտ երրորդ երկրի հսկողությամբ նաեւ ձեզ ճանապարհ չեմ տա։ Ընդ որում այդ ժամանակ պահվում էր, չէ՞, նույն ռուս սահմանապահները պահում էին Լաչինի միջանցքը եւ սա։ Դրա արդյունքում Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց, հետո իհարկե երբ որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ամբողջ խնդրի էությունը փոխվեց։ Այսինքն եթե այդ ճանապարհը դու չէիր տալու, պահներն են Լաչինում, իսկ այստեղ սահմանապահներ, որոնք Իրանի հետ սահմանել են, այսինքն այդ սահմանապահները, որ հիմա էլ կան մի քանի անցակետերով, դրանք այսպես միջանցքի վերահսկման ֆունկցիա չունեն, նրանք հայ-իրանական սահմաններ են հսկում։ Հա, բայց նրանք հայ-իրանական սահման են հսկում, հայ-թուրքական սահման են հսկում։ Հիմա այդ երրորդ ուժի տարածաշրջան հրավիրելը դա էլ իր բարդություններ ունի, դա չի բերելու խաղաղության եւ կայունության, դա բերելու է նոր խնդիրների։ Իրանի սահմանին տեղակայել ամերիկյան ներկայությունը, դա ես չեմ կարծում։ Բայց Իրանը օքեյ է դրա այդ ոնց հասկանում։ Վստահ չեմ, որ օքեյ է, ընդհակառակը։